Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։ Բարև ձեզ ելի հեռուստադիտողներ, եթերում է մեր պատմություն հաղորդաշարը։ Այս պահին մենք գտնվում ենք Հայաստան Հանրապետության Արագածոտնի մարզի Փարպի գյուղում, որը Հայաստանի հնագույն գյուղերից մեկն է։ Այստեղ է ծնվել 5-րդ դարի նշանավոր մատենագիր Ղազար Փարպեցին, եւ այսօր մենք խոսելու ենք հենց Ղազար Փարպեցու մասին։ Փարպի գյուղը Հայաստանի հնագույն գյուղերից մեկն է, ընդ որում այն թե գրավոր սկզբնաղբյուրներում է հնագույն հիշատակվողներից մեկը, թե իր հնագիտական ուսումնասիրությամբ տարբեր շերտերով, բրոնզեդարյան շերտերից սկսած եւ միջնադարում իր առատ հուշարձաններով։ Մասնավորապես այս գյուղի տարածքում է գտնվում 5-րդ դարի եկեղեցի Ծիրանավորը, 7-րդ դարի եկեղեցի Թարգմանչած եկեղեցին եւ իհարկե 13-րդ դարի եկեղեցի Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, որի մոտ մենք հիմա մեր նկարներն իրականացնում ենք։ Այստեղ շրջակայքում գտնվում է միջնադարից սկսվող գերեզմանատուն 13-րդ դարից սկսած ուղարկավորություններով եւ խաչքար մահարձաններով եւ ընդհանուր առմամբ այս գյուղը փաստորեն անդադար բնակեցված է արդեն ավելի քան 2000-ամյակ։ Գյուղի ներկայիս բնակչության թիվը շուրջ 2000 է, այսինքն Հայաստանի Հանրապետության համար այն բավական բազմամարդ եւ մեծ գյուղ է։ Հենց այս գյուղում է ծնվել 5-րդ դարի երկրորդ կեսի հայ նշանավոր պատմիչ Ղազար Փարպեցին։ Ղազար Փարպեցին կարելի է ասել հայ թարգմանչած շարժման գործի շարունակողներից է։ Նա իհարկե Մեսրոպ Մաշտոցի աշակերտների, ուղիղ աշակերտների թվում չէ, բայց նրանց գործը անմիջապես շարունակողներից է։ Այս առումով պետք է նկատի ունենալ այն հանգամանքը, որ նա ծնվել է Մեսրոպ Մաշտոցի մահվան թվականին, 440 թվականին։ Մասնագետների մի մասն էլ կարծում է, որ նա ծնվել է 443 թվականին, այսինքն մի փոքր ավելի ուշ։ Ղազար Փարպեցու մանկությունը անցել է հայ նշանավոր իշխան Վահան Մամիկոնյանի ընտանիքում։ Նրա մայրն է եղել նրա խնամակալը, Ձվիկ իշխանուհին, եւ նա հնարավորություն է ունեցել բավական լավ կրթություն ստանալու Մամիկոնյանների եւ Կամսարականների միջավայրում։ Այնուհետև նա շարունակել է այդ կրթական հնարավորություններից օգտվել Աշուշա Բդեշխի ընտանիքում, որտեղ էլ հենց այդ երկու տոհմերի ներկայացուցիչները կրթական այդ հնարավորություններն ունեին։ Աշուշա Բդեշխի մոտ համապատասխան կրթական հնարավորություններից օգտվելուց հետո նա շարունակել է իր կրթությունը խորացնել Վահան Մամիկոնյան իշխանի քեռու Աղան Արծրունու մոտ եւ ինչպես ինքն է նշում իր երկասիրության մեջ, հենց նրա կողմից է, որ կրոնավորության է կոչվել, այսինքն հոգեորական է դարձել։ Եվ հետագայում նա ներկայացնում է, որ շարունակել է կրթությունը Բյուզանդիայում եւ ավելի խորագիտակ լինելով կրթական գործի եւ եկեղեցու վարդապետության մեջ, նա շարունակել է իր առաքելությունը արդեն Հայաստանում։ Ընդ որում նա հաստատվել է Շիրակում, որ այդ ժամանակ Կամսարականների տիրույթների սահմաններում էր, եւ հետագայում այստեղ իր ուսումնակրթական գործունեությունից հետո տեղափոխվել է Սյունիք եւ 2 տարի այստեղ ճգնավորությամբ զբաղվել։ Եվ այս ժամանակահատվածում էր, որ քաղաքական ասպարեզում փայլատակում է Վահան Մամիկոնյան իշխանը։ Վահան Մամիկոնյանը լինելով փաստորեն Մամիկոնյանց տոհմից, Մամիկոնյանների իշխանական ընտանիքի տոհմից իր քաջարի հորեղբոր Վարդան Մամիկոնյանի գործն է շարունակում եւ ավարտին է հասցնում նախարարական համակարգի այն մեծ ըմբոստությունը, որ կրոնական քողի ներքո էր հանդես գալիս, այսինքն հայ նախարարական պետական համակարգի իրավունքները պահպանելու եւ հայկական ինքնությունը պահպանելու համար մղված երկարատև պայքարը, որ սկսել էր Վարդան Մամիկոնյանը, ավարտին է հասցնում եւ դրա որպես հանրագումար 484 թվականին Վահան Մամիկոնյանը ստանում է լիարժեք ինքնուրույնություն Հայաստանի համար նվարսակի հաշտության պայմանագրով։ Հաջորդ տարի նա մեկնում է Տիզբոն, այսինքն Սասանյան Պարսկաստանի մայրաքաղաք, եւ այստեղ Վաղարշ առաջին Սասանյան արքայի հետ
հանդիպման արդյունքում ստանում է հայոց տանուտիրության իրավունքը, այսինքն բոլոր իշխանների վրա ընդհանուր գերագահության իրավունքը եւ նաեւ միևնույն ժամանակ փաստորեն երաշխիքներ է ստանում հայ նախարարների ժառանգական հողատիրության համակարգի պահպանման համար եւ դա իհարկե լրացուցիչ կերպով երաշխավորվում էր հայ առաքելական դավանանքին հետամուտ լինելու, այն պահպանելու երաշխիքներ ստանալով, այսինքն այլևս Պարսից արքունիքը չէր խրախուսելու հավատուրացությունը եւ հավատուրացության գործիքով չէր նպաստելու հայ նախարարական համակարգի կազմաքանդմանը, որովհետեւ ինչպես այդ ժամանակ մինչև Վահանաս պատերազմն էին փորձ կատարում, առաջարկում էին որևէ ընտանիքի օրինակ կրտսեր անդամի կամ որևէ իշխանական ընտանիքի թեկուզ ավակ անդամի պաշտոն, որին նա չէր կարող ժառանգման կարգով հավակնել եւ այդպիսով ներքաշում էին իրենց կողմը, զրադաշտականություն ընդունելու միջոցով տանում էին իրենց ճամբար ու ժառանգական հողատիրության սկզբունքը, պաշտոնների բաշխման ավանդական համակարգը սրանով կազմալուծում էր նախարարական Հայաստանում։ Եվ դրա համար Նվարսակի հաշտության պայմանագիրը եւ դրան հաջորդած հաջորդ տարվա այցը Վահան Մամիկոնյանի Տիզբոն այնտեղից ստացած վավերացումները իհարկե երաշխիք էին, որ նախարարական պետական համակարգը անխաթար կգործի եւ հենց այդպես էլ 80 տարի դրանից հետո պարսկական արքունիքը այլևս չի միջամտում Հայաստանում ժառանգական հողատիրության սկզբունքներին, դավանական, կրոնական որևէ նոր պարտավորություններ չի փորձում հրանցնել հայ եկեղեցուն եւ նախարարների ժառանգական պաշտոնեության ստանձնմանը որևէ կերպ չի միջամտում։ Այս իրավիճակում է, որ Վահան Մամիկոնյանը վերադառնալով Հայաստան որոշում է, որ իր կողմից բարեկարգվող, նորոգվող Էջմիածնի մայր տաճարի համար պետք է հրավիրի իր փաստորեն արդեն իշխանության սահմաններ իր մանկության ընկերոջը Ղազար Փարպեցուն եւ նա Սյունիքից գալիս է եւ իր հոգեոր ծառայությունը շարունակում է Սուրբ Էջմիածնում, լինում է փաստացի Սուրբ Էջմիածնի մայր տաճարի տնօրինությամբ զբաղվող անձնավորություն եւ շարունակում է այն կարևոր գործը, որ Վահան Մամիկոնյանն այդտեղ նախաձեռնել էր եկեղեցու նորոգման ուղղությամբ։ Այստեղ 486-ից 490 թվականներին նա ծառայություն է իրականացնում, փաստացի լինելով Մայրավանքի լուսարարը եւ ընդհանուր առմամբ կարելի է ասել նաեւ ամբողջությամբ նրա հոգեվոր սպասավորության տնօրինողը։ Սուրբ Էջմիածնի մայր տաճարում նրա հոգեվոր ծառայության ընթացքում նա վայելել է Վահան Մամիկոնյանի, նրա եղբայրների եւ կամցարական իշխանների լիակատար աջակցություն եւ զորակցությունը։ Նրա հետ միասին աշխատել է տեղի հոգեոր միաբանության զգալի մասը։ Այնուամենայնիվ եղել են մարդիկ, ովքեր որ հակառակ են եղել նրա այդտեղ ծառայությանը եւ պաշտոնավարմանը։ Այս առումով այդ հակասությունները այն աստիճանի են հասել, որ ի վերջո մոտ 490 թվականին Ղազար Փարպեցին հեռացել է այնտեղից եւ ուղարկել է Վահան Մամիկոնյանին մի գրություն, որը նրա գործերից մեկն է դարձել։ Մեզ հասած նրա երկու գործերից մեկը Թուղթ առ Վահան Մամիկոնյան այսպիսի վերնագրով, որը մեզ որոշակի աղճատումներով եւ բացթողումներով է հասել։ Բայց այստեղ երևում է, թե ինչպիսի սուր հակասություն կա այստեղի հոգեորականների մի խմբավորման հետ եւ միևնույն ժամանակ տեսնում ենք, որ անգամ այսպիսի խորը հակասությունների պայմաններում նա անձնավորված տեքստ չի գրում եւ անգամ իր ցասում եւ բողոքը արտահայտելիս որևէ կերպ չի նույնացնում այդ անձերին ամբողջ եկեղեցու հետ եւ հակառակը իր այս որոշակիորեն հրապարակախոսական բնույթի տեքստում նաեւ պահպանում է հավատարմությունը եկեղեցուն եւ շարունակում է հավատարիմ մնալ ընդհանուր առմամբ իր ծառայության։ Այսինքն նա կարողանում է շատ հստակ տարանջատել իր դժգոհությունը եւ տարաձայնությունը իր դեմ ամբաստանող եւ մատնագրեր ներկայացնող խմբավորման եւ իր եկեղեցու նկատմամբ նվիրվածության միջև հստակ տարբերություն է տեսնում եւ սա իհարկե շատ կարեւոր է եւ ցույց է տալիս, որ 5-րդ դարի հեղինակը օրինակելի հոգեորական է, որ չի տրվում ինչ որ անձնական խնդիրների բերումով այն գայթակղությանը, որ սկսի ամեն ինչի համար մեղադրել իր եկեղեցուն։ Եվ այս
անձնավորված մոտեցումը կոնկրետ խմբավորման մասով իհարկե ունի որոշակի աղերսներ նրա ավագ ժամանակակցի, այսինքն Մովսես Խորենացու հետ, ով իր աշխատության վերջում, իր պատմություն հայոցի վերջում ողբի մեջ անդրադառնում է տարբեր դժվարություններին եւ նաեւ նշում է ի թիվս տարբեր խնդիրների աշխարհական աղտեղության կողքին նաեւ եկեղեցու ներսում որոշ հոգեորականների ունեցած խնդիրների մասին։ Այսինքն այս առումով մենք տեսնում ենք, որ այդ շրջանի հեղինակները շատ հստակ գիտակցում էին եւ չէին տրվում գաթակղությանը, որ պետք է առանձին դեպքերի պատճառով, ասենք, տրվեին ամբողջ եկեղեցու նկատմամբ իրենց սնուցած եւ իրենց հոգեորական դարձրած կրթություն տված հաստատության նկատմամբ չարացած մարդիկ։ Դա նրանց տեքստերում այնուամենայնիվ նկատելի չէ։ Եվ ահա խնդրեմ, Ղազար Փարպեցին շարունակելով իր գործունեությունը այնուամենայնիվ փաստորեն գնում է այն ուղղությամբ, որ Վահան Մամիկոնյանից անձնապես որ վիրավորվածություն որևէ կերպ չի պահպանում եւ հակառակը փաստորեն այստեղ երևում է, որ նա ցանկանում է իր թղթի մեջ արդարանալ, որ միշտ ինքը հավատարիմ է մնացել իր ծառայությանը եւ ամենակարևորը իրեն վստահված գործին։ Մյուս գործը, մյուս աշխատությունը, որ մեզ հասել է Ղազար Փարպեցուց, իհարկե չափազանց մեծ կարևորություն ունեցող պատմություն հայոց երկրի։ Այս աշխատությունը չափազանց մեծ կարևորություն ունի հատկապես 5-րդ դարի իրադարձությունները հասկանալու տեսանկյունից։ Ղազար Փարպեցին իր երկասիրության մեջ 3 տարբեր դրվագներով ներկայացնում է նախընթաց 100 տարվա պատմությունը։ Նա մի կողմից շարունակելով Ագաթանգեղոսի եւ Փավստոս Բուզանդի պատմության շարադրման տրամաբանությունը շարունակում է նաև այն տեղից, որտեղ կանգ է առել իրեն նախորդող հեղինակը։ Այստեղ իհարկե պետք է նշել, որ 4-րդ դարի առաջին տասնամյակների պատմությունը Ագաթանգեղոսն էր ներկայացրել, այդ թվում քրիստոնեության պետական կրոն հռչակման գործընթացը եւ նրան հաջորդող իրադարձությունները, այնուհետև Տրթատ 3-րդ մեծի գահակալության վերջին շրջանից մինչև 385-87 թվականների իրադարձություններ շարադրել էր Փավստոս Բուզանդը, իսկ ահա այդ ժամանակաշրջանից, այսինքն Արշակ 3-րդ արքայի ժամանակաշրջանից եւ Հայաստանի, Պարսկաստանի եւ Հռոմեական կայսրության միջև առաջին բաժանման շրջանից Փավստոս Բուզանդին շարունակում է հենց Ղազար Փարպեցին եւ իր գործը հասցնում է մինչև 480-ական թվականները։ Եթե մենք փորձենք հստակ թվագրում մտցնել, ստացվում է 387-ից մոտ 487 թվական։ Այս մոտ 100-ամյա շրջանի մասին շարադրելով նա իր աշխատությունը 3 դրվագների է բաժանել։ Առաջին դրվագը ներկայացնում է Հայաստանի առաջին բաժանումից սկսած, այսինքն Արշակ 3-րդի գահակալությունից սկսած, մինչև Վռամշապուհով ներառյալ վերջին Արշակունի Արտաշեսի գահակալումը, ներկայացնում է այն հանգամանքները, որի պայմաններում Արշակունյաց Հայաստանը որպես թագավորություն անկում է ապրել եւ որոշ անդրադարձներով շարունակում է այդ դարաշրջանի մեծն ուսուցիչների Սուրբ Մեսրոպ Մաշտոցի եւ Սուրբ Սահակ Պարթևի մահը։ Դրանից հետո երկրորդ դրվագն է։ Ղազար Փարպեցին ներկայացնում է 5-րդ դարի ամենամեծ ապստամբությունը՝ Վարդանանց պատերազմը, որով հայ նախարարական համակարգը իր վճռական ըմբոստությունն էր դրսևորում Սասանյան արքունիքի այն քաղաքականության նկատմամբ, որը միտված էր հայ նախարարական պետական համակարգը կազմաքանդելուն կրոնափոխության գործիքակազմով։ Այստեղ նա շարունակում է կրկնել հիմնականում նույն փաստերը եւ նույն մեկնաբանությունները, ինչ որ ներկայացնում է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի եւ Սուրբ Սահակ Պարթևի աշակերտներից, ավագ աշակերտներից Սուրբ Եղիշե պատմիչը։ Նա կրկնում է այս իրադարձությունների շարադրման տրամաբանությունը, բայց որոշ հարցերում շեղվում է այն նույն միտումներից, ինչ ունի Եղիշեն եւ մեկնաբանություններով երբեմն մի փոքր տարբերվում է։ Եվ այս տարբերությունները տարբեր ժամանակներում հնարավորություն են տվել հատկապես հակաեկեղեցական դիրքորոշում ունեցող որոշ անձանց մեկնաբանելու դրանք Վարդան Մամիկոնյանի գործունեության դեմ։ Եվ վերջին տասնամյակներին կատարված աղբյուրագիտական ուսումնասիրությունները այստեղ նկատում են մի շատ պարզ երևույթ, չէ՞ որ Ղազար Փարպեցին Վահան Մամիկոնյանի մանկության ընկերն է, եւ այս պարագայում նա ունի հստակ միտում իր երկասիրության մեջ ավելի մեծ ապստամբության վաստակը մի փոքր նվազեցնելու այն բանի համար, որ ավելի հստակ նա կարողանա ցույց տալ,
Վահան Մամիկոնյանի գործի արդյունքը։ Բայց այստեղ մեկտեղելով Եղիշեի եւ Ղազար Փարպեցու ներկայացրած տվյալները եւ կարեւորելով թե Վարդան Մամիկոնյանի եւ թե Վահան Մամիկոնյանի վաստակը, օբյեկտիվ պատմագիտությունը հստակ ներկայացնում է հետեւյալը. Վահան Մամիկոնյանը շարունակել է եւ ավարտին է հասցրել Վարդան Մամիկոնյանի գործը, այսինքն արհեստականորեն հակադրել այս երկու կերպարներին, այսինքն Վահան Մամիկոնյանին եւ նրա հորեղբորը Վարդան Մամիկոնյանին իհարկե սխալ մոտեցում է։ Այս առումով իհարկե պատմիչներն ունեն իրենց որոշակի նախապատվությունները եւ ամեն դեպքում նրանք չեն ներկայացնում այնպիսի մի մոտեցում, որ փորձեն զրոյացնել կամ ամբողջովին արժևորել այս գործիչներից որևէ մեկին։ Պարզապես Ղազար Փարպեցու մոտեցումն է, որ ավելի հստակ կարողանա ընթերցողը տեսնել Վահան Մամիկոնյանի կատարածի էությունը եւ արդյունքը։ Չէ՞ որ այն պատերազմը, որը որ սկսվել էր դեռևս Վարդանանց ոգով, ավարտին է հասնում Վահանանց ոգով եւ ամրագրվում է Նվարսակի հաշտության պայմանագրով։ Եվ այս իրադարձությունների մասին է Ղազար Փարպեցու աշխատության 3-րդ դրվագը։ Այստեղ ներկայացվում է Վահանանց պատերազմը։ Ղազար Փարպեցին մանրամասնորեն բացատրում է, թե ինչ են տեղի ունենում 460-ից 70-ական թվականներին, որ ցույց են տալիս այս իրադարձությունները, որ Վարդանանց պատերազմն իրականում ավարտված չէ, թվում է թե Պարսից արքունիքը հասել է հաջողության եւ փորձում է պարտադրել իր օրակարգը Հայաստանում, բայց նախարարական համակարգը դիմադրում է եւ հարմար իրավիճակում, երբ որ հարևան վրաց արքունիքը բարձրացնում է ապստամբություն պարսկական քաղաքականության նկատմամբ, հայ իշխանները այս անգամ հարմար այս առիթ օգտագործելով նորից նախարարական համակարգի իրենց իրավունքները պաշտպանելու համար ապստամբության դրոշ են բարձրացնում։ Նրանք դժգոհ էին, որ պարսկական արքունիքը միջամտում էր հայ նախարարների ժառանգական հողատիրության եւ ժառանգական պաշտոնավարման իրավունքի գործերին։ Եվ այս առումով իհարկե չափազանց կարևոր էր, որ այդ ավանդական կարգը հայկական միջավայրում պահպանվեր։ Եվ իհարկե կրոնափոխության գործիքը պարսկական արքունիքը օգտագործում էր միայն եւ միմիայն փաստորեն այս համակարգը խաթարելու համար։ Դրա համար ստացվում էր, որ այս ամենի համար կրոնական Վահանը դառնում էր ոչ միայն պետականության այս համակարգի գոնե նախարարական համակարգի պահպանման երաշխիք, այլ նաև վերածվում էր իհարկե ազգային ինքնության պահպանման կարևորագույն գործիքի։ Դրա համար այստեղ մենք տեսնում ենք, որ Վահանանց պատերազմի միջոցով վճռական ոչ է ասվում նմանատիպ օրակարգերին եւ ինչպես ներկայացնում է հենց Ղազար Փարպեցին, այս պատերազմի արդյունքում, որ մասնագետները 481 կամ 482 թվականից են սկիզբը համարում եւ ավարտը 484 թվականը հիմք ընդունելով նախ եւ առաջ հենց Ղազար Փարպեցու տված տեղեկությունները, ավարտվում է Հայաստանի համար շատ կարևոր Նվարսակի հաշտության պայմանագրով, որով պարսկական արքունիքը ճանաչում էր հայ նախարարների ժառանգական հողատիրության իրավունքները եւ որպես այդ համակարգի երաշխավոր հաջորդ տարի արդեն Տիզբոն այցի պայմաններում տրվում է այս իրավունքները, այդ ամբողջ երաշխավորությունը հենց Վահան Մամիկոնյանին, այսինքն Վահան Մամիկոնյանը դառնում է այդ նախարարական համակարգի պահպանման եւ Հայաստանի ներքին ինքնուրույնության երաշխավորը, պարսկական արքունիքն էլ նրա միջոցով պետք է հաղորդակցվեր հայ իշխանների հետ։ Եվ ահա Ղազար Փարպեցու երկասիրությունը ավարտվում է հենց այն դրվագով, որ այս ամենի վերաբերյալ Հովանես Մանդակունի կաթողիկոսը Սուրբ Էջմիածնի մայր տաճարում համապատասխան խոսք է, օրհնություն եւ գոհաբանություն է հնչեցնում Վահան Մամիկոնյանի հասցեին եւ դրանով փաստորեն բոլորը լցվում են ուրախությամբ, որ Հայաստանը վերականգնում է իր թեկուզ նախարարական համակարգի տեսքով, բայց պետականության որոշակին մակարդակ։ Բնականաբար պատմիչը այս դեպքերը նկարագրելիս բավական մեծ խանդավառվածությամբ է լցված եւ նա փորձում է ամեն կերպ ցույց տալ հենց այս ամենում Վահան Մամիկոնյանի վաստակը։ Շարադրանքի այս ոգուց երբեմն ընթերցողը կարող է մոռացության մատնել նույն Ղազար Փարպեցու կողմից այն տվյալների ներկայացումը, որ իրականում սկզբնական շրջանում ապստամբությունը սկսվել է եւ ղեկավարվել է Սահակ Բագրատունու կողմից։ Եվ Վահան Մամիկոնյանը միայն նրա մահվանից հետո է ստանձնել եւ պատվով ավարտին հասցրել այս ապստամբության գործը։ Դրա համար
չափազանց կարևոր է, որ ժամանակակից ուսումնասիրող պատմաբանը չլինի որոշակի միտումների գերի եւ միևնույն ժամանակ չդառնա հենց շարադրող պատմիչի ընդհանուր միտման գերին, այսինքն պատմաքննական վերլուծություն ցուցաբերի եւ քննողաբար մոտենա սկզբնաղբյուրի հաղորդած տվյալներին։ Այս պարագայում Ղազար Փարպեցու հաղորդած տվյալները չափազանց կարևոր են։ Ղազար Փարպեցու մահվան թվականը հայտնի չէ։ Հայտնի է միայն, որ դա պետք է տեղի ունենար 6-րդ դարի սկզբներին։ Ըստ ավանդության նա ամփոփվել է Փարպի իր ծննդավայր Փարպի գյուղի հարևանությամբ Ղազարավան գյուղում, որտեղ նրա ենթադրյալ ամփոփման վայրում նաև կառուցված է եղել եկեղեցի, որը կանգուն է եղել մինչև 19-րդ դարի երկրորդ կեսը։ Մեկ այլ տեսության համաձայն, մեկ այլ ավանդության համաձայն նրա աճյունը ամփոփված է Մշո Սուրբ Առաքելոց վանքում։ Այսօր հայ ընթերցողին հայտնի է Ղազար Փարպեցին բնականաբար Վահանանց պատերազմի մասին իր անգնահատելի տեղեկություններով։ Այս գործը առաջին անգամ հրատարակվել է 18-րդ դարի վերջին Վենետիկում։ Այնուհետև այս գործը նաև հրատարակվել է տարբեր լեզուներով եւ իհարկե այսօր հայ ընթերցողի համար այս աշխատությունը չափազանց կարևոր է, որպեսզի տեսնի պատմական իր հիշողության մեջ արժևորի այն կարևոր դրվագը, որտեղ է գտել 5-րդ դարում հայ ազգային ինքնության եւ պետականության համար պայքարող Վահանանց պատերազմի օրինակով։ Մեր այսօրվա հաղորդումը մոտեցավ իր ավարտին, կհանդիպենք հաջորդ շաբաթ մեր պատմություն հաղորդաշարի եթերում։ Հաջողություն։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse Bank-ը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։